Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստենք հայկական ավանդական ուտեստներից մեկը խաշը։ Խաշը պատրաստելու համար անհրաժեշտ է տավարի զինգեր և ոտքեր։ Տավարի զինգերն ու ոտքերը լավ մաքրել և լվանալ։ Լավ մաքրելուց և լվանալուց հետո 2-3 օր առանձին տարաններով դնել սառը ջրի մեջ, որպեսզի ոսկորներն ու միսը արյունից մաքրվեն։ Այդ ընթացքում անհրաժեշտ է 2 ժամը մեկ ջուրը փոխել, դնել հոսող ջրի տակ։ Պատրաստում ենք չոր լավաշ խաշի համար։ Լավաշը փաթաթելուց հետո չորացնել ջեռոցում 50 ցելսիուս ջերմաստիճանում։ 2-3 օր անց վերջնական լավ լվանալ և տեղափոխել կաթսայի մեջ։ Վրան ավելացնել այնքան սառը ջուր, որ ամբողջը ծածկի և դնել կրակի վրա։ Եռալուց հետո հանել ջրից, լավ լվանալ հոսող ջրի տակ և տեղափոխել կաթսայի մեջ։ Ավելացնել սառը ջուր և կաթսայի կափարիչը փակ վիճակում դնել կրակի վրա։ Երբ սկսում է եռալ, կրակը իջեցնել և շարունակել եփել մարմանդ կրակի վրա։ Եռալու ընթացքում խաշի վրայից հավաքել փրփուրը։ Եփելու ընթացքում կափարիչը դնել մի փոքր բաց վիճակում, որպեսզի գոլորշին դուրս գա, խաշը լինի թանձր, ունենա կաթնանման գույն։ Երբ արդեն խաշը եփվել է, զինգերը հանել, վրայի մսերն առանձնացնել և ետ լցնել խաշի մեջ։ Եփել ևս կես ժամ և խաշը պատրաստ է։
Իսկական խաշի մեջ կարագ կամ կաթ չեն ավելացնում։ Խաշն իր կաթնագույն գույնն ու երեսի յուղը պետք է ձեռք բերի բոլոր էտապների ճիշտ մշակման, ճիշտ պատրաստման շնորհիվ։ Էլ ինչ խաշ առանց սխտորի։ Առանց ճզմած կամ քերիչով անցկացրած սխտորի վրա ավելացնել խաշի տաք, անմահական արգանագից, խառնել և մատուցել խաշի հետ։ Խաշ եփելու ընթացքը բավականին երկար է տևում, այս անգամ խաշը եփեց 6 ժամում, կախված մսից եփելու ժամանակը կարող է լինել տարբեր։ Խաշի աղն ավելացնում են ուտելուց առաջ, յուրաքանչյուր ոք աղն ավելացնում է իր ափսեում։ Խաշի սեղանից անպակաս են լինում չոր և փափուկ լավաշները, աղը, բողկը, կանաչինները և թթուն։ Ընդունված է, որ ոգելից խմիչքներից խաշի սեղանին լինի միայն օղի։ Մեկնաբանությունների դաշտում գրեք էլ ինչ եք մատուցում խաշի հետ։ Բարի ախորժակ։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք լայքել և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։